Դե ինչ արգելիներ, շարունակում ենք բանականության ալգորիթմը podcast-ը։ Նախորդ տեսանյութում խոսեցի ուղեղի մասին, որոշ մասնագետների մասին, համացանցի վնասակար ու օգտակար կողմի մասին, ընդհանրապես մարդկությանը հուզող հարցերի վերաբերյալ։ Բայց այդ թեման չի, որ անընդհատ կարող ես վերհանել, ավելի կարևոր հարցեր էլ կան։ Օրինակ, շատ կարևոր հարցերից մեկը, այսօր կխոսենք հոգեբանության մասին, որքանով է ինքը ճշգրիտ գիտություն։ Գիտեմ, որ որոշ ուրեմն դասագրքային մտածողությամբ մասնագետներ, կգան կոմենտներում պաշտպանելու իրենց կուրքերին, որոնց շնորհիվ իրանք մասնագետ են դառել։ Ես բազմիցս նշել եմ իմ տեսահոլովակներում, որ գտնում եմ, որ մի մեթոդով, չես կարող մարդուն բացահայտել, մարդու մտահորիզոնը բազմաֆունկցիոնալ է, բազմաշերտ է, դու չես կարող մի հոգեբանի տեսությամբ, հասկանաս, թե ով է մարդը։ Օրինակ վերցնենք Ֆրեյդին։ Եթե Ֆրեյդի աչքերով նայենք, ոչ մեկին պետքա լուրջ չընդունես, որովհետև բոլորի նպատակը մեկն է, իսկ թե ինչն է, արդեն պարզ է, գիտեք, ովքեր որ ծանոթ են Ֆրեյդի տեսությանը։ Այստեղից հետևություն, որ Ֆրեյդով չենք կարող չափել մարդուն, եթե Ֆրեյդով չափենք մարդուն, այդ մարդը կստացվի շատ անորակ բան։ Կան չէ ֆրեյդիստներ, օրինակ ես մի տես ծանոթ ունեի, որ իր տեսաբանական հիմքը Ֆրեյդի տեսություններն էր։ Իհարկե երկար չտևեց այդ շփումը, որովհետև դե պարզ է, որ ինքն էլ մարդկանց լուրջ չէր ընդունելու։ Այդ թեստերի թեման դեռ հələ մի կողմ դնենք, որ ինչ որ թեստով մարդու adekvatության աստիճան են որոշում։ Դա հերթական ուրեմն լավ մի քանի թեստով, մի հատով չէ, մի 4 հատով, բայց էլի նույն բանն է։ Չես կարող ընդամենը 4 թեստով մարդու adekvatությունը որոշես։ Հնարավոր է այդ մարդը քո վրա պրանկ անում, ու ճիշտ իր հոգեվիճակը չի արտացոլում այդ թեստերի մեջ։ Հումոր կարա անի հետդ, կարա լուրջ չվերաբերվի քեզ, բայց ինքը ներքուս շատ լուրջ անհատականություն լինի։ Զուտ կարող է քեզ այդ պահին ինքը լուրջ չվերաբերվի ու քո տված թեստերին։ Դու սխալ ենթադրություններ անես կամ գուցե այդ մարդու վրա սխալ դիագնոզ դնես։ Դրա համար ընկերներ, մարդուն ոչ մի գիտություն չի կարա հասկանա, չի կարա բացահայտի։ Կողմնակի աչքի համար մեկ այլ մարդը չի կարա բացահայտ երևույթ լինի։ Մարդը գիրք չի, որ դնես կարդաս, իմանաս ինչա ինչ չի։ Մարդը անկանխատեսելի, անբացահայտելի, ուրեմն անելու կա, ու դա նորմալ է։ Այն գիտությունները, որոնք փորձում են մարդուն բացահայտել, դատապարտված են ձախողման, որովհետև հենց մարդուն բացահայտեցիք, աշխարհը առաջվանը չի լինի։ Հնարավոր է ընդհանրապես չլինի էլ աշխարհը։ Շատ վտանգավոր մասնագիտություն է, հոգեբանությունը, հոգեբուժությունը ու ընդհանրապես այն ինչը որ կապված է մարդու հոգեկան ոլորտի հետ։ Ու շատ զգույշ պետք է լինել այդ մասնագիտությունների հետ, ու ընդհանրապես այդ գիտությունները ներկայացնող մասնագետները պիտի շատ զգույշ լինեն իրանց ուրեմն արտահայտություններում, վարքում, ընդհանրապես առօրյայում, որովհետև իրանք մտել են այն մի տեղ, որտեղ իրանց ոչ մեկ չի հրավիրել, Ես ինքս հոգեբան եմ, շատ անգամ դասախոսներիցս մեկը մեզ բացատրում էր, որ դա բժշկության նման մի բան է եւ այլն, ինչ-որ վիրահատությունների մասին զուգահեռներ էր անցկացնում, որ դա էլ վիրահատության հոգեբանական տարբերակ, բայց թույլ տվեք չհամաձայնել, Եթե դու վերքը տեսնում ես, կարես դնում, հոգեկանի մեջ դա այդպես չի, դու չես տեսնում մարդու պսիխոտրավման, դա ինքը ինչքան էլ քեզ պատմի իր հոգեկան վիճակը, դու չես պատկերացնելու դա ինչ է իր համար։ Եթե դու վերքը տեսնես, կարող է քո մոտ ինչ-որ զգացողություն առաջանա ու դու օգնելու ցանկություն ունենաս ու փակես վերքը, կար դնես, որտեղ դա քեզ էլ է ցավ պատճառում, ապա հոգեկանի դեպքում լրիվ հակառակն է։ Մարդուն, ով ունի ինչ-որ պսիխոտրավմա, շատ հաճախ ու անպայման հենց այդպես էլ լինում է։ Մասնագետը միտումնավոր կամ ակամա ավելի վնասում է տվյալ, ուրեմն այցելուին կամ պացիենտին, որովհետև ինքը այլ կերպ չի կարա։ Մարդը այնպես է կառուցված, որ հոգեկան առումով չի կարա աջակցություն ստանա ոչ մեկից։ Ու չգաք այստեղ հեքիաթներ պատմեք, թե դա տենց չի, որ դուք 100 տարվա մասնագետ եք, տենց բան չեք։ Ես շատ լավ գիտեմ, որ մասնագետը ինչա շնչում ու արտաշնչում։ Մարդու հոգեկան ոլորտը պետքա մնա անբեկանելի, անխոցելի, անուսումնասիրելի։ Պետք չի, ուսումնասիրել մի բան,
որը իր մեջ վտանգ է պարունակում։ Եթե բժիշկը հիվանդությունը ուսումնասիրում է ու կարողանում է դրա դեմ ինչ-որ բան անել, որը օգուտ է տալիս տվյալ հիվանդության կրողին, հա, դա հասկանալի է։ Բայց երբ որ մարդու հոգեկանն են փորձում սարքել ինչ որ վիրահատարանի սեղանին դրած ու ախր չեն էլ հասկանում ոնց պիտի օգնեն հոգեկան ծանր ապրումներով, հա, դիմաց մարդուն, չեն հասկանում։ Դա չի երևում, որ հասկանան։ Ու վնասելը անխուսափելի է, անպայման վնաս է լինում։ Օգուտ գրեթե չի լինում, միակ օգուտը դա նա է լինում, որ այդ խեղճ պացիենտը կամ այցելուն, տեսնելով թե ինչ ապաշնորի մոտ է եկել, ստիպված ինքը իր ուժերով իրան կարգավորում է։ Այդ դա է տեղի ունենում։ Ոչ ավել, ոչ պակաս, հա։